Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի 21-րդ օրը Արարատի մորզում էին։ Արամ Սարգսյանը Արարատ գյուղում բնակիչների հետ հանդիպմանը ընդգծեց, մայիսի 28-ը անկախություն ձեռք բերելու, հաստատելու պետականության օրն է, որին նվիրված զորահանդեսը ըստ նրա փառահեղ էր։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության հիմնական պաշտպանը Հայաստանի Հանրապետության բանակն է։ Դա միանշանակ է եւ դա աներկբա է։ Սիրելի ժողովուրդ, դա կրկնակի անգամ ավելի հզոր ու ավել կլիներ, եթե 2020 թվականի պատերազմից հետո, այն ինչ մենք անդադ ասում էինք, դուրս գայինք հապկից եւ ԵԱՏՄ-ից։ Հավատացնում եմ ձեզ, նույնիսկ հնարավոր էր, որ ջերմուկում տեղի ունեցած դեպքերը ոչ թե Միացյալ Նահանգների դիվանագիտական շրջանակները կանգնեցնեին, այ Հայաստանի Հանրապետության զինվորը կանգնեցնել մի բան էլ առաջ գնար։ Զորահանդեսին ցուցադրված տեխնիկան Հայաստանը գնել է տարբեր երկրներից։ Արամ Սարգսյանը կարևոր է համարում հակաօդային պաշտպանության տեխնիկայի ձեռքբերումը։ Նախորդ պատերազմից առաջ էլ մենք ունեինք S-300 հակաօդային պաշտպանության հրթիռներ, որոնք 300 կիլոմետր հեռավորության վրա են թռնում, որոնք արագ թռչող ինքնաթիռների ու հորթիռների համար են, բայց 3 օրվա մեջ $100,000 արժողությամբ կամ $150,000 արժողությամբ բայրակտարները դրանք վերածեցին մետաղի ջարտոնի։ Իսկ դրանք միլիոնից ավել արժեք ունեցող հրթիռներ էին։ Այն մարդիկ, ովքեր ուշադիր նայել են շքերթին, կասեն, որ ամենակարճ հատվածը, որ անցավ, հակաօդային պաշտպանության հատվածն էր, որովհետև Հայաստանի Հանրապետությունը միասնական հակաօդային պաշտպանության համակարգում է գտնվում Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության համար որևէ զենք տալը կամ որևէ զենք վաճառելը նշանակում է, որ դա վաճառում ես նաև Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև համատեղի են ինչմերն են, այլ իրենցն է։ Սիրելի ժողովուրդ, այսօրվա աշխարհում ամենապահանջարկվածը հակաօդային պաշտպանության սարքերն են, որոնք շատ լավերն ունի Իսրայելը, ունի Միացյալ Նահանգները, նաև ֆրանսիացիներն ունեն շատ լավը, եւ դրանք համարվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, եւ որևէ մեկը չի տա մեզ այդ տեխնոլոգիան, երբ որ մենք ռուսների հետ ենք, որովհետեւ այդ կնշանակի, որ տվել է ռուսներին։ Հետևաբար, քանի մենք դուրս չենք եկել միասնական հակաօդային պաշտպանության համակարգից, մենք խնդիր ենք ունենալու։ Հայաստանի իշխանությունները ըստ Սարգսյանի վարում են բալանսավորման քաղաքականություն։ Խորհրդարանում նրա խոսքով ներկայացված չէ քաղաքական ուժ, որ կասի պետք է դուրս գալ միասնական հակաօդային պաշտպանությունից, նոր տեխնոլոգիական զենքեր գնել Եվրոպայից, ՆԱՏՕ-ից։ Բանակը համապատասխանեցնել այդ չափանիշներին։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում այսօր բալանսավորողներ են հանձինս իշխանության, որ փորձում են բոլորի հետ լավ լինել եւ ռուսամետներ։ Եվ ամբողջ կռիվը այդ բալանսավորողներ ռուսամետ դաշտում է, որտեղ այդ ռուսամետները այս մեր պետության ինքնիշխանության, անկախության ոտքերից կախված մեզ ձգում են տանեն դեպի Ռուսաստան-Բելարուս միություն։ Ու իրենք են Ռուսաստանին ասում, թե ինչեր արեք, որ հայ ժողովուրդը հանկարծ Նիկոլին չընտրի։ Հայաստանի իշխանությունը թեկուզ դանդաղ, բայց նման սպառազինություն է ձեռք բերել, դեպի արևմուտք քայլեր է անում։ Իրենց օգտին քվեն անհրաժեշտ է ըստ Արամ Սարգսյանի այդ քայլերը ինտենսիվ դարձնելու համար։ Կուսակցության նախագահը անդրադարձավ հարցին, ինչու եղբայրը Վազգեն Սարգսյանը մտավ քաղաքականություն։ 99 թվականի ընտրությունները ժողովրդավար ու արդար ընտրություններ էին, եւ դա լրացուցիչ ուժ տվեց եղբորս Վազգենին։ Ու Վազգենն ինչ էր ասում էր Հայաստանի Հանրապետության բանակը առաջ է ընկել Հայաստանի Հանրապետության տնտեսությունից։ Մեր տնտեսությունը չի հասցնում սպառազինել մեր բանակը։ Վազգենի չկա ելույթ, որում ինքը չասի, պատերազմը դեռ ավարտված չէ։ Վազգենը հասկանում էր, որ Ադրբեջանի տնտեսությունը զարգանալով կարող է առաջ անցնել, կարող է նոր սպառազինություն գնել ու այդ պատերազմը այն ինչ որ հաղթել էինք պարտվենք։ Ու դրա համար ինքը համաձայնվեց ու գնաց դարձավ վարչապետ։ Հիմա սիրելի ժողովուրդ, մեր խնդիրը նորից նույնն է ու միանշանակ նույնն է։ Այս պարտությունից հետո մենք կարող ենք հաղթել Ադրբեջանին, կարող ենք հաղթել առանց արյունի, առանց պատերազմ հայտարարելու, աշխարհի համար ընկալելի ու ցիվիլ տարբերակով, տնտեսական մրցակցության տարբերակով։
Հայաստանն այս փուլում ունի առաջընթացի մեծ հնարավորություններ։ Ամենամեծ հնարավորությունը թրիփն է, որը Արամ Սարգսյանի խոսքով առաջին հերթին էներգակիրներ տեղափոխելու համար է։ Հանրապետություն կուսակցությունը խորհրդարան գնում է տնտեսական ծրագրերով, նշեց Արամ Սարգսյանը։ Անվտանգային խնդիրներին անդրադառնալով Սարգսյանը ընդգծեց, եվրադիտորդների տեղակայումից հետո Հայաստանի սահմանին կրակոցներ չեն հնչել։ Եթե այս ազգային ժողովում խնդիր առաջանա կոալիցիա կազմելու, որպեսզի թույլ չտանք այդ ռուսապատակ իշխանությունները գան իշխանության թույլ չենք տալու, այնպես ինչպես Երևանում թույլ չենք տվել։ Թույլ չենք տալու, մենք կոալիցիա կազմելու ենք։ Եթե նման խնդիր առաջանա, անկախ գաղափարական տարբերություններից։ Սարգսյանը վստահեցրեց Վազգեն Սարգսյանից հետո այլ նպատակ չի ունեցել, քան Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը գերակադարձնելը։ Այդ նպատակով է հորդորում քվեարկել 11 համարի օգտին։ Վազգենի ամենաշատ դիտված տեսանյութը դա է, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը բացարձակ արժեք է։ Մայա Խաչատրյան, լուրեր։